Երկար գյուղատնտեսության նախարարություն այդ ժամանակի չոր գործընթացներ լինում էին։ Գոնե իմիտացիա կար գործընթացի։ Գոնե իմիտացիա կար։ Հիմա այդ իմիտացիան էլ չկա։ Բայց եթե այդ իմիտացիան կա, այդ իմիտացիոն գործընթացի ժամանակ եթե ստիպում ես ճնշում ես գործադրում սեղմում ես իրենց, սկսում են աշճանաբար գնալ արդեն իսկական իրական գործ անել։ Հիմա մենք չկա գյուղնախարարություն, կա էկոնոմիկայի նախարարություն, որը sense Այդ գործառույթները պիտի անի գոհ։ Հասկանում եք, էկոնոմիկայի նախարարություն քանի ոլորտ պիտի կուրացիա անի, էլի քանի ոլորտ, որի մեջ էլ մտնում է գյուղատնտեսությունը։ Բայց դա գլխավոր ոլորտներից մեկն է։ Այս գյուղատնտեսությունը գլխավոր ոլորտներից մեկն է, ինքն պահանջում է, հենց այդ ոլորտը իր բազմաթիվ խնդիրներով, այն էլ այս վիճակում, ինքը պահանջում է օրասական արագ լուծվող խնդիրներ։ Շատ արագ։ Դրանք ազգային անվտանգության հարցեր են ըստ էության։ Սա ոլորտում միշտ էլ ազգային անվտանգության խնդիրներ են պարունակել, այսպես ասած, ազգային անվտանգության հարց է եղել։ Ու այսպես բարձի թողի վիճակը ոչ մի լավ բան չի խոստանում։ Ենթադրեք դուք ունեք հնարավորություն առաջինը որ գյուղատնտեսական խնդիրներով կզբաղվեիք կամ բարձրաձայնեիք։ Օրինակ, երեքը։ Օրինակ առաջինը բուսաբուծության ոլորտից խոսեմ, ամենաառաջինը ռոռոկման համակարգը պարտադիր պիտի բարելավվի, որ ջրի այդքան կորուստ չունենան։ Երկրորդը 70% կորուստ ունենք։ 70% մենք մակերեսային կուտակման ջրի վատ կառավարման հետևանք է։ Վատ կառավարման, վատ կոմունիկացիաների, վատ ենթակառուցվածքների հետևանք է, ու ինչ է, եթե ես ասում եմ $500 միլիոն պահանջի, $1 միլիարդ պահանջի, դա պարտադիր ամեն առաջինը դա պիտի արվի։ Պիտի նորմալ ավազաններ սարքվի բոլոր շրջաններում, մարզերում ըստ տեղի հողի քանակի, որպեսզի կարողանան նաև ջրի կուտակում անեն հետագայում ռոռոկելու նպատակով։ Այդ խնդրից հետո երկրորդ կատարեի հողերի զոնավորում, որի միջոցով կհասկանանք, որ տարածաշրջանի ինչ մշակաբույսն ավելի ձեռնտու աճեցնել, ավելի հարմար,